Սիրելի հայրենակիցներ, ինչպես որ պատշաճ է, մենք այսօր նորից մեր համար չափազանց հարազատ միջավայրում ենք, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետով Կումայրի քաղաքում ենք, կամ Գյումրիում ենք, ինչպես կուզեք, եւ եկել ենք այսօր հատուկ հայտարարության համար, չնայած Գյումրի դուք գիտեք, որ մենք շատ ենք եկել, բազմաթիվ անգամներ, բազմաթիվ հանգամանքներով, եւ այսպես ուրեմն Կումայրի եւ Շիրակի գոտու մեր հայրենակիցների համար ուզում ենք ասել, որ ամսի 6-ից, մարտի 6-ից քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ ինքը մտնում է ընտրարշավի մեջ։ Ուրեմն սա պաշտոնական հաղորդագրություն է, որը տարածվել է, ասել ենք, բայց հարկ ենք համարել, դա հայտարարել նաև ուրեմն Մայր Հայաստան համալիրից, սա շատ կարևոր է։ Ինձ չեք կարող մեղադրել երեսպաշտության մեջ, որովհետև տարիներ շարունակ մենք եղել ենք ձեզ հետ, ձեր մեջ եւ ամեն անգամ էլ ասել ենք, որ այս կուսակցությունը ձերն է, ձեր մեջն է, որովհետև հայ մարդը քրիստոնյա մարդ է, նորմալ իմաստով եւ ժողովրդավար մարդ է եւ իր երկրի անկախության, ազատության համար պայքարող մարդ է։ Ուրեմն երկար խոսելու կարիք չկա, որովհետեւ դուք գիտեք, ես մշտապես եթերում եմ եղել, բայց իմ ընկերները եւս հիմա այս բaragայով ուզում եմ ասել, որ համահավաք եթե ասենք, աշխարհով մեկ ենք ասում, ուրեմն մեր նպատակն է ունենալ ուրեմն ուժեղ տնտեսություն, հզոր բանակ եւ արարչագործություն գնացող Հայաստան, այսինքն մշակութային Հայաստան, զարգացող Հայաստան եւ փափուկ ուժը իր քրիստոնեական կերպարի մեջ ամփոփած Հայաստան։ Կարծում եմ, այս բaragայում այս վերջի կետի մասին Կումայրիում ասելը մի քիչ էլ չափազանցված է, որովհետեւ մեր հանրապետության մշակութային մայրաքաղաքը, գիտեք, մեր բոլորի համար կարծես թե նաև Կումայրին է, այսինքն մշակույթ, որը ծաղկել է, աճել է եւ այլն, եւ հույս ունենք, որ իր ավանդույթները կվերականգնի։ Մի բան ասեմ, որ ես իհարկե դիմում եմ բոլորին, ովքեր որ կան այս տարածաշրջանում, բայց ես նաև որոշել եմ ամենտեղ դիմել ջավախահայերին եւ ախալքալակցիներին հատկապես, իմ կոնկրետ հայրենիքի կոնկրետ ժողովրդին։ Մենք այստեղ ենք եւ նպատակ ունենք ունենալու այնպիսի Հայաստան, որտեղ հայ մարդը կլինի արժանապատիվ, հզոր եւ չվախենակ, նաեւ վերականգնվող եւ ընդարձակվող, դա պատմության վճիռ է։ Կոնկրետ մի բան ասեմ, ես խնդրանք ունեմ, ես ձեզ առաջարկում եմ Իրանի վերաբերյալ ուրեմն վերլուծությունները շատ չտարածել եւ շատ չզբաղվել ուրեմն քննադատությունով կամ խրախուսումով։ Առաջարկ սա մասնավոր առաջարկ է, որպես քաղաքագիտության դոկտոր ասում եմ, բերեք Իրանի եւ Միացյալ Նահանգների Իսրայելի հարցի շրջանակներում լինենք մի քիչ շուրջ, զուս, մի քիչ լինենք քաղաքագետ, մի քիչ լինենք մեր պետության շահերը հասկացող։ Այսքան երևեք ասեի, եւ սա այո, մեր Շիրակի գոտին է, այստեղ է եղել շիրակացին, այստեղ է նաեւ Շատակեր Շարան, ուրեմն իր կենսագրությունը հյուսել, այստեղ է մեծացել, ինչ ասեմ, Իսահակյան, գրել, Շիրազ եւ այլն, ինձ համար շատ ուրեմն նաեւ Ֆրունզիկ եւ մյուս բանը, մի խոսքով չասեմ, բայց նաեւ ուզում եմ հիշեցնեմ, որ ուրեմն Ալեքսանդրապոլում է նաեւ հասակ առել եւ ճանաչված դարձել իմ հայրենակիցը Ջիվանին, ուրեմն Ջիվանու խոսքով էլ ասեմ, ձախորդ օրերը Գուգանու գերտան, բայց ես վստահաբար ասում եմ, ձախորդ օրերը եկել են, գնացել են, մեզ սպասում են վերաշինության եւ ռեֆորմների գործ, որ մենք բոլորս պիտի անենք։ Ստեսություն ձեզ, կհանդիպենք այլ բaragաներով, այլ տեղերում։